Մեզ պետք է ամուր սերունդ, որ դիմակայի ապագայի մարտահրավերներին իր ամուր կամքով ու հզոր ոգով, որն ուներ Հայկ Նահապետը։ Նժդեհն ասում է. սահման չի տրված ինքնաճանաչ անհատի հոգեկան ուժերին, իսկ այդ ուժին տիրապետելու միայն մեկ եղանակ կա՝ ինքնաճանաչությունը։ Ճանաչիր քեզ հայ երիտասարդ, ծանիր քեզ։ Նժդեհ իմանալ նշանակում է հասկանալ քո էությունը, քո ով լինելը, հասկանալ ինչ է առհասարակ հայ լինել։ Կմտածես դժվար է։ Ոչ, մենք այստեղ ենք հենց քեզ օգնելու համար։ Պահպանենք մեր ինքնությունը երիտասարդական միությունը հայտարարում է մրցույթ Լոս Անջելեսի հայկական դպրոցների, ավագ դասարանների, բոլոր երիտասարդների, հայկական կազմակերպությունների եւ առհասարակ սովորել ցանկացող երիտասարդների համար։ Այն նվիրված է մեր ազգի նվիրյալ Գարեգին Նժդեհի հիշատակին։ Մրցույթը բաղկացած է 3 փուլից։ Առաջին. կազմում եք 10 հոգուց բաղկացած թիմ, ընտրում եք թիմի ավագ եւ հայտը ուղարկում եք այս էջին։ Ինչպես? Հենց այսպես։ Մենք ունենք թիմ եւ պատրաստ ենք մասնակցել մրցույթին եւ 10 հոգու անուն, որից հետո քվեարկությամբ կընտրվեն 3 թիմեր, ովքեր կմասնակցեն մրցույթին։ Երկրորդ փուլում թիմերի ընտրությունից հետո մենք կտրամադրենք անհատապես բոլորին Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը» գիրքը։ Այն սերտելու համար թիմերը կունենան մինչև մայիսի 1-ը ժամանակ։ Հենց այդ օրը կհայտարարենք մրցույթի օրը, ժամը եւ վայրը։ Հա, տեղեկացնեմ, որ դուք մենակ չեք։ Ես անձամբ կաշխատեմ բոլոր թիմերի հետ։ Երրորդ փուլ՝ բուն մրցույթ։ Այսա ամենահետաքրքիրն է։ Սպասեք հաջորդ հոլովակին, որտեղ մանրամասն կներկայացնեմ մրցույթի կանոնները եւ իհարկե մրցանակը։ Հա, չմոռանամ ասել, որ հարցերը ձեզ համար կազմելու են մեր հայրենիքի հայ երիտասարդները։ Իսկ այս պահին թիմ հավաքեք եւ ուղարկեք հայտը մեր էջին։ Համարձակ եղեք, խիզախ եղեք։ Դա այն դարերի ընթացքում մեր մեջից հանել, վերացրել եւ ստրուկի հոգեբանություն սերմանել։ Բավ է, մենք ստրուկի հոգով մնանք։ Հանեք խեղճությունը։ Մենք ունենք Հայկի ոգին, Դավթի ուժը, Կոմիտասի ստեղծագործ միտքը, Նարեկացու իմաստությունը, Նժդեհ, ով այս ամբողջի հավաքական մտքի արտացոլումն է, իսկ դուք այդ գինի կրողը։ Սպասում եմ։